Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր մենք փորձնական ճանապարհով ուսումնասիրելու ենք երկայնական մեխանիկական ալիքի տարածման օրինաչափությունները զսպանակի միջոցով։ Արձանագրելու ենք սեղմման և նոսրացման փուլերը, չափելու ենք ալիքի երկարությունը, հաճախությունը և հաշվելու ենք ալիքի տարածման արագությունը։ Երբ միջավայրի մասնիկները տատանվում են ալիքի տարածման ուղղությամբ, այդպիսի ալիքները կոչվում են երկայնական ալիքներ։ Երկայնական ալիքների հիմնական բնութագիրը սեղմումների, բարձր խտության տարածքներ և նոսրացումների, ցածր խտության տարածքների առկայությունն է, երբ ալիքը շարժվում է միջավայրով։ Երբ միջավայրի մասնիկները տատանվում են ալիքի տարածման ուղղությանը ուղղահայաց, այդպիսի ալիքները կոչվում են լայնական ալիքներ։ Տատանումների մեկ պարաբերության ընթացքում ալիքի անցած հեռավորությունը կոչվում է ալիքի երկարություն։ Կանգուն ալիքներն առաջանում են միևնույն լայնույթ և հաճախություն ունեցող ալիքների վերարտադրման արդյունքում։ Երկու հարևան փնջվածքների կամ երկու հարևան հանգույցների միջև հեռավորությունը միշտ մնում է հաստատուն և հավասար է կանգուն կես ալիքի երկարությանը։ Ի տարբերություն վազող ալիքի, որի բոլոր կետերը տատանվում են միևնույն լայնույթով, միևնույն փուլի տարբերությամբ, կանգուն ալիքի բոլոր երկու հանգույցների միջև կետերը տատանվում են տարբեր լայնույթներով, բայց միատեսակ փուլերով։ Կանգուն ալիքի առաջացումը սովորաբար դիտվում է վազող ալիքի և անդրադարձած ալիքի ինտերֆերենցիայի դեպքում։ Երկայնական ալիքի դեպքում զսպանակի մասնիկները տատանվում են նույն ուղղությամբ, ինչ ալիքի տարածման ուղղությունը։ Արդյունքում զսպանակի որոշ հատվածներում առաջանում են սեղմվածքներ և նոսրացումներ։ Ուսումնասիրությունն անելու համար մեզ անհրաժեշտ են մեխանիկական ալիքի պարագաների փաթեթ, որն իր մեջ ներառում է սինուսոիդային ալիքային ազդանշանի գեներատոր։ Սա թույլ է տալիս փոփոխել սինուսոիդային ալիքի հաճախությունը լայն տիրույթում, առաջացնում է մեխանիկական տատանումներ։ Մեխանիկական ալիքի գեներատոր էլեկտրական ազդանշանը վերածում է մեխանիկական տատանումների։ Ծայրը տատանվում է առաջացնելով ալիք, լարի կամ զսպանակի վրա։ Առաձգական լար լայնական ալիք ստանալու համար։ Երկայնական ալիքային զսպանակ երկայնական ալիք ստանալու համար։ Ռեզոնանսային մետաղալարե օղակ օգտագործվում է ռեզոնանսային հաճախությունների դեպքում կանգուն ալիքներ դիտարկելու համար։ Հաղորդալարեր, չափականոն, աղյուսակ, թուղթ, գրիչ և հաշվիչ։ Մեխանիկական ալիքի գեներատորը հոսանքի 220 վոլտ աղբյուրին միացնել բոլոր միացումները կատարելուց հետո։ Սինուսոիդային ալիքային ազդանշանի գեներատորը չի կարելի օգտագործել լարման փոխարկիչների հետ, ինչը կարող է վնասել սարքը։ Մեխանիկական ալիքի գեներատորը հաղորդալարերով միացնենք սինուսոիդային ալիքային ազդանշանի գեներատորին։ Օվալաձև խրոցների միջոցով մեխանիկական ալիքի գեներատորին ամրացնենք զսպանակը։ Զսպանակի մյուս ծայրը ամրացնենք համակարգին։ Չափենք զսպանակի երկարությունը։ Արդյունքը գրանցենք աղյուսակում։ Հոսանքի աղբյուրին միացնենք սինուսոիդային ալիքային ազդանշանի գեներատորը։ Միացնենք նաև անջատիչը։ Սինուսոիդային գեներատորով աստիճանաբար փոխենք հաճախությունը, սկսելով շատ ցածր հաճախությունից, մինչև ստանանք կանգուն ալիքներ։ Ինչպես տեսնում եք, առաջացան խտացումներ և նոսրացումներ։ Երբ արդեն կարգը, փնջվածքների քանակը պարզ է, գրանցենք հաճախությունը և կարգը աղյուսակում։
Չափենք ալիքի երկարությունը ըստ հանգույցների հեռավորության։ Արդյունքը գրանցենք աղյուսակում։ Շարունակենք մեծացնել հաճախությունը, մինչև ստանանք հաջորդ հարմոնիկան։ Հաճախության արժեքը, կարգը և ալիքի երկարությունը գրանցենք աղյուսակում։ Փոփոխելով մեխանիկական ալիքային ազդանշանի գեներատորի հաճախությունը, ստանում ենք տարբեր հարմոնիկայի կանգուն ալիքներ։ Շարունակենք ստանալ ևս մի քանի հարմոնիկաները և յուրաքանչյուր դեպքում հաճախության արժեքներն ու օղակների քանակը գրանցենք աղյուսակում։ Այժմ, քանի որ փորձի առաջին մասն ավարտեցինք, անջատենք հոսանքից, լրացնենք աղյուսակի բաց վանդակները և վերլուծենք ստացված տվյալները։ Ինչպես տեսնում եք, ալիքի ռեզոնանսային հաճախությունը փոխվում է օրինաչափորեն, և մեր օրինակում կարգի 1 միավորով ավելացումը պայմանավորված է հաճախության 4 հերցով ավելանալու հետ։ Անկախ կարգերի քանակից, ալիքի արագությունը հաստատուն է, փոքրիկ շեղումը կախված է չափումների շեղումների հետ։ Յուրաքանչյուր հարմոնիկայում ալիքի երկարության փորձնական և տեսական արժեքները ամբողջությամբ համընկնում են։ Նման հետաքրքիր երևույթներ կարող ենք դիտարկել նաև մետաղական ռեզոնանսային ժապավեններով։ Թիթեղներն ունեն իրենց երկարությունը համապատասխանող տատանման բնական հաճախություններ։ Երբ ալիքային գեներատորի հաճախությունը համընկնում է մետաղական թիթեղներից որևէ մեկի բնական հաճախության հետ, վերջիններից մեջ ձևավորվում է կանգուն ալիքային պատկեր։ Պտտենք մետաղական ժապավենները այնպես, որ դրանք լինեն իրարից հավասար անկյունային հեռավորությամբ։ Օվալաձև խրոցի միջոցով մեխանիկական ալիքի գեներատորին ամրացնենք մետաղական ռեզոնանսային ժապավեններ։ Միացնենք նաև անջատիչը։ Սինուսոիդային գեներատորով աստիճանաբար փոխենք հաճախությունը և հետևենք շերտերից յուրաքանչյուրի վրա ստացվող ալիքներին։ Ուշադրություն դարձնենք դրանց օրինաչափության և հաճախությունների կապին։ Ինչպես նկատում եք, հաճախության շարունակաբար բարձրացումը առաջացնում է ռեզոնանս նաև կարճ թիթեղներում։ Փորձն ավարտեցինք, կարգի բերենք սեղանը և սարքավորումները տեղավորենք համապատասխան դարակներում։ Այս լաբորատոր աշխատանքի ընթացքում մենք ուսումնասիրեցինք երեքայնական մեխանիկական ալիքների տարածումը զսպանակի միջոցով և արձանագրեցինք կանգուն ալիքների առաջացման պայմանները։ Երեքայնական ալիքի դեպքում զսպանակի մասնիկները տատանվում են ալիքի տարածման ուղղությամբ, որի արդյունքում առաջանում են խտացումներ, սեղմվածքներ և նոսրացումներ։ Ստացվեցին կանգուն ալիքներ, որոնցում սեղմվածքները ու նոսրացումները կրկնվում են որոշակի օրինաչափությամբ, վկայելով անդրադարձած և ուղղորդված ալիքների ինտերֆերենցիայի մասին։ Փորձից պարզվեց, որ կանգուն ալիքներն առաջանում են հաճախությունների որոշակի օրինաչափությամբ։ Հաշվված ալիքների երկարությունները համընկնում են տեսական արժեքների հետ։ Հաստատվեց, որ ալիքի տարածման արագությունը անկախ կանգուն ալիքների քանակից, տվյալ միջավայրում և պայմաններում հաստատուն մեծություն է։ Նմանատիպ ռեզոնանսային երևույթներ դիտարկվեցին նաև մետաղական ռեզոնանսային ժապավենների կիրառմամբ։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։